Մարդը մոտեցել էր մայրամուտին, Տաշտում միամեղ լռություն էր տիրում, ու միայն վերջերը վիրավոր հովին, ուշում էին, որ դեռ պատերազմ է գնում, խրամատի մեջ մի պատանի զինվոր, կարոտով նամակ էր գրում, նա հիշում էր տունը հայրենի, սավառած հայոց լեռներում, միլացիր իմ մայրիկ, սպասիր ինձ, և ես կգամ, ես քեզ շատ եմ սիրում, կարոտել եմ իմ մայրիկ, ես հիշում եմ խոսքերը քո, սիրել հողը մեր հայրենի, ես հիշում եմ արցունքները քո, երբ պատմում էի ջարդերի մասին, ես հիշում եմ տունը մեր բակի մարդին սերացած, ես հիշում եմ խոխոշ նարվակի ու մանկական խաղերս անցած, ու լսվեց հրաման մի որոդողը տաց, ծանր ալքերի տակ հողը տնքած, ձերքին հրացան նամակ ծոսում պահած, տղան առաջն էդպես ատամները սեղմած, պետք էր ասնել ընդամենը 100, լոկարուր քայլ հայրենի հողին, բայց իշքան կարճ են քայլերը խաղաղ, և իշքան երկար դաշնում այս կռվին, ու անկարծ կարծես լռեց ամեն ինչ, տղան հնձված, ասկի պես ընկավ, ձեռքերում սեղմած, նամակը ծակված, հայաց ուղղած կապույտ երկնքին, նա նայում էր կապույտ երկնքին, ու հիշում էր տունը հայրենի, ու բակի մարդին սերացած, որի տակ մայրը կսպասի նամակին, արև մարդը մոտեցել էր մայրամուտին, հրդանու ձայնը լսվում էր հեռվում, ու միայն մահամերձ ընկած հայորդին, հայոց լեռներին երկն է երգում, թրջեին